Այսօր մենք զրուցելու ենք էպիլեպսիայի վերաբերյալ եւ իմ հյուրն է կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը։ Մենք ապահովում ենք երեխաների կյանք փրկող դեղորայքի խնդիրն ենք լուծում, ախտորոշիչ հետազոտություններով ենք ապահովում, իրականացնում ենք վիրահատական միջամտություններ։ Հավոք սրտի հասարակության մեջ այնքան բացասական է եղել տեղեկատվությունը, որ նույնիսկ այս հիվանդությունից վախենում են հենց ընտանիքի անդամները։ Էպիլեպսիան բուժվող հիվանդություն է, դատավճիռ չէ, ամոթ չէ եւ վարակիչ չէ։ Դպրոցներում կա առողջ ապրելակերպ դասընթացը, որի շրջանակներում ուզում ենք ներգրավենք հենց մի դաս կամ ինչ-որ դասի մի մաս, որը կպատմի հենց էպիլեպսիայի մասին։ Ծնողներին էլ եմ ասում, ինչքան լավ է, որ որևէ գաղտնիք, դուք չունեք եւ ձեր հոգին ոչինչ չի պղտորում։ Էպիլեպսիան չի խանգարում մարդուն աշխատել, ստեղծել ընտանիք, ունենալ առողջ բալիկներ, որն է հենց Ելենա Բաղդասարյանի առողջ լինելու բանաձևը։ Ողջույն, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք զրուցելու ենք էպիլեպսիայի վերաբերյալ եւ իմ հյուրն է կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այս կարեւոր թեման մեզ հետ քննարկելու համար։ Որպես սկիզբ եւ որպես մի մարդ, ով անցել է անձամբ այս ճանապարհը, նախ կխնդրեմ պատմեք ինչպես է ստեղծվել այս կազմակերպությունը, ինչ նպատակներ ունի եւ մի փոքր կիսվել նաեւ ձեր պատմությամբ։ Իհարկե ես երբեք չեմ պլանավորել զբաղվել բարեգործությամբ, մանավանդ նյարդաբանական ոլորտով եւ մեր հիմնադրամը ստեղծվել է անձնական պատմության հետևանքով, երբ իմ տղան 2 տարեկանում հիվանդացավ էպիլեպսիա եւ մի քանի տարի անց բուժվեց, բայց ես հասկացա, որ այդ փորձությունը ինձ համար չի ավարտվել։ Ես շարունակում եմ ապրել արդեական խնդիրներով, ես տեսնում եմ հազարավոր ծնողներին, ովքեր չգիտեն ինչ անեն եւ ուր գնան եւ այդ ժամանակ Հայաստանում բացակայում էր դեղորայքը, ախտորոշիչ հետազոտությունների հնարավորությունը, աջակցությունը հոգեբանական, չկար տեղեկատվություն, չկար հնարավորություն հասկանալու, թե ինչ անել, երբ երեխան հիվանդանում է։ Եվ ես հասկացա, որ այս շատ կարևոր ոլորտում, որտեղ հազարավոր երեխաներ ունեն էպիլեպսիա, պետք է մի բան անել, ստեղծել, փոխել եւ դա էր հենց նպատակը հիմնադրամի ստեղծմանը, որը ես իրականացրեցի 18 թվականին։ Ինչով է զբաղվում մեր բարեգործական ՀԿ-ն։ Մենք ապահովում ենք երեխաների կյանք փրկող դեղորայքի խնդիրն ենք լուծում, ախտորոշիչ հետազոտություններով ենք ապահովում, իրականացնում ենք վիրահատական միջամտություններ, որոնք հիմա շատ ակտուալ են, նաև ապահովում ենք հոգեբանական աջակցությամբ եւ իհարկե պայքարում ենք այն կարծրատիպների դեմ, որոնք առկա են մեր հասարակության մեջ եւ որոնք շատ են ազդում երեխաների լիարժեք մանկության եւ կյանքի վրա։ Այ անդրադառնանք հենց այս կարծրատիպերին, որոնք թերևս այս հիվանդության շուրջ ամենաշատն են եղել, հատկապես հեռավոր 10-15 տարի առաջ, եթե ոչ ավելին։ Ու ցավոք սրտի հասարակության մեջ այնքան բացասական է եղել տեղեկատվությունը, որ նույնիսկ այս հիվանդությունից վախենում են հենց ընտանիքի անդամները։ Շատ հաճախ տեսնում ենք, որ երեխաները նույնիսկ տեղյակ չեն լինում հենց իրենց հիվանդության մասին, ծնողները թաքցնում են անընդմեջ, ընդ որում թաքցնում են նույնիսկ բժշկական հաստատություններից։ Սա մի երևույթ է, որը կարծես այս հիվանդության մասով այսպես կարմիր գծով անցնում է։ Եվ ես ինչպես տեսնում եմ, ձեր կազմակերպությունը նաև մեծ աշխատանք է տանում այս կարծրատիպերը կոտրելու համար։ Կասեք, ինչից է ընդհանրապես առաջանում այդ մերժելու, թաքցնելու պատճառը եւ ոնց կարելի է սա առհասարակ հաղթահարել։ Իհարկե կարծրատիպերը ստեղծվում են եւ ամրապնդվում են այն հասարակության մեջ, որտեղ չկա ճշգրիտ իրազեկում, որտեղ բացակայում է տեղեկատվությունը եւ մարդիկ
ընդհանրապես չեն հասկանում ոչինչ այն ոլորտի մասին, որի մասին հետո կարծիք են հայտնում։ Եվ իհարկե ծնողների դերը դուք շեշտեցիք արդեն շատ մեծ է այս կարծրատիպերի ամրապնդման եւ խորացման մեջ, եւ ես միշտ իրենց ասում եմ, որ դա հանցագործություն է, այդ կարծրատիպերին հետևել, դա հանցագործություն է, բայց ծնողները չհասկանալով իրենք են խորացնում նման վերաբերմունքը հասարակության մեջ, կարծրատիպերը, առասպելները, միֆերը էպիլեպսիայի շուրջ, ստիգման ավելացնում են, որովհետև հենց իրենք են թաքցնում, վախենալով իհարկե հասարակության վերաբերմունքից, արտահայտումներից, պիտակավորումներից, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց եթե սեփական ծնողը երեխայից ամաչի, երեխայի հիվանդությունից, որը ամոթալի չէ, որը բուժվող է, որը վարակիչ չէ, որը հոգեկան հիվանդություն չէ, եթե սեփական ծնողը ամաչում է երեխայի ախտորոշումից, ես չգիտեմ ինչպես մենք կարող ենք փոխել ողջ հասարակության վերաբերմունքը, հիվանդության ընկալումը եւ վերացնել այդ կարծրատիպերը։ Այնպես որ իհարկե մենք պայքարում ենք եւ ունենք հիմա մի քանի նախագիծ, որոնք ուղղված են հենց կարծրատիպերի եւ ստիգմայի նվազեցմանը, բայց ծնողների դերը, որը կարող է լինել որոշիչ, մենք այդ դերը չենք տեսնում ոչ մի ձևով եւ ոչ մի ձևով այն չի արտահայտում ցավոք։ Որտեղից են ծնվել կարծրատիպերը եւ ինչն է վախեցնում մարդկանց, կարծում եմ այդ կլասիկ էպիլեպսիայի տոնիկ նոպան, որը նկարագրվում է գրքերում, կինոֆիլմերում եւ մարդիկ պատկերացնում են, որ էպիլեպտիկ նոպան դա այն երևույթը, երբ մարդը վայր է ընկնում, փրփուր է գալիս բերանից, վերջույթները տարբեր ձև ձգվում են, ցնցում է տեղի ունենում, բայց էպիլեպսիան բազմատեսակ հիվանդություն է եւ ունի բազմաթիվ դրսևորումներ եւ ոչ միայն այս կլասիկ նոպան է լինում, այլ տարբեր նոպաներ, որը նույնիսկ տեսանելի չի, այո, տեսանելի չի եւ մարդիկ իհարկե չեն հասկանում, որ եթե անձը աչքերը հարեց, մի քանի վայրկյանով դա էլ է էպիլեպտիկ նոպան կամ եթե ձեռքը շարժեց, դա էլ է էպիլեպտիկ նոպա եւ մենք գործ ունենք եւ խնդիր ունենք հենց իրազեկման պակասի հետ։ Եթե մարդիկ չեն հասկանում երևույթի մասին, չունեն ճշգրիտ ինֆորմացիա, ուրեմն իրանք կհավատան բոլոր առասպելներին, որոնք ստեղծված են էպիլեպսիայի շուրջ։ Եվ կարծում եմ, ստեղ կա վախի զգացողությունը, երբ մարդը չգիտի ինչպես վարվել, եւ իհարկե նա չգիտի ինչպես առաջին օգնություն ցուցաբերել եւ իրեն վախեցնում է պոտենցիալ էպինոպան, որի ականատեսը նա կարող է մի օր լինել։ Ինչ վերաբերվում է ծնողների պահվածքին, ես տարիներ շարունակ դիմել եմ իրենց, խնդրել եմ փոխել պահվածքը, խնդրել եմ ավելի գիտակից մոտենալ երեխայի հիվանդությանը, նախ ինֆորմացիա հավաքել եւ հասկանալ ինչ տեսակ երեխայի մոտ, չզրկել սեփական երեխային ոչ սպորտից, ոչ տարբեր տեղեր գնալուց, հնչյունքների, ծնունդների եւ այլ, թողնել երեխային ապրել իր լիարժեք մանկությունը, քանի որ շեշտեմ էպիլեպսիան բուժվող հիվանդություն է, դատավճիռ չէ, ամոթ չէ եւ վարակիչ չէ, բայց դեռ չունենք մեծ արդյունքներ այս process-ում եւ ծնողները նույնիսկ այո պոլիկլինիկաներում, տեղամասային, կամ հիվանդանոցներում խնդրում են բժիշկներին չգրանցել այն փաստը, որ երեխան ունի էպիլեպսիա։ Եվ ես միշտ հարց եմ տալիս, ասում լավ, մարդիկ ովքեր ունեն օրինակ հիպերտոնիա եւ բարձր ճնշումով տառապում են, ինչ են անում առավոտյան, խմում են իրենց դեղը եւ շարունակում են ապրել իրենց կյանքը։ Եվ բազմաթիվ այդպիսի քրոնիկ հիվանդություններ, որոնցով ապրում են մարդիկ։ Բայց ինչու հենց էպիլեպսիան դարձավ բոլորի համար sense վախեցնող, ամոթ հիվանդություն, ես դեռ այդ պատասխանը չունեմ։ Եկեք օգտագործելով նաև այսօրվա մեր հանդիպումը փորձենք մի փոքր այդ իրազեկման աշխատանքը եւս անել, ինչը որպես տեղեկատվություն գուցե կօգնի մարդկանց, որ հետագայում իրենց վարքագիծը ու նաև այդ խարանը թույլ չտան։ Որտեվ ես տեսնում եմ, որ նույնիսկ կրթական հաստատություններում կամ այն վայրերում, որտեղ իրենք պիտի որ իմանային այդ ամեն ինչի մասին, ամեն դեպքում չունեն այդ տեղեկությունը։
Մենք խոսեցինք նոպաների մասին, որոնք երևի թե ամենաշատ վախեցնողն են թվում, հա, ինչպես դուք էլ նշեցիք։ Այդ ցնցումների ժամանակ առաջնային գործողությունը, որը պետք է ցանկացած մեկի իմանա, որովհետև նա կարող է լինել ուղղակի փողոցում, որևէ հանրային վայրում կամ գուցե հենց ծնողները, որոնք ինչ որ մի օր գուցե առնչվեն դրա հետ, ուղղակի այսպես հանրային գիտելիք, որը շատ կարևոր է մարդը իմանա, ինչ պետք է անեն այդ պահին, կամ ինչ պիտի չանեն, սա էլ է շատ կարևոր։ Այո։ Քանի որ աշխարհի բնակչության 1% ունի էպիլեպսիա եւ այդ թիվը աճում է, որովհետեւ դիագնոստիկան լավանում է, բոլորը պետք է իմանան մի բան, յուրաքանչյուրս ապահովագրված չենք էպիլեպսիայից։ Ցանկացած տարիքում էպինոպան կարող է ուղղակի մի օր ի հայտ գալ եւ ձեր հետ պատահել, որովհետեւ այդպիսին է հիվանդությունը, համ ծերերի համար է, համ երեխաների, չկա ոչ մի սահմանափակում, չկա ոչ մի չափանիշ եւ այո, պետք է իմանալ, թե ինչպես վարվել, եթե մենք տեսանք, ականատես եղանք էպինոպայի փողոցում կամ հասարակական վայրերում, պետք է շրջել այդ մարդուն կողքի, որևէ փափուկ բան դնել իր գլխի տակ, հանկարծ չփորձել բացել բերանը, լեզուն հանել, որովհետև դա էլ է կարծրատիպ, ամենատարածված սխալներից է, որ լեզուն կարող է կուլ գնալ եւ պետք է հանել կամ մի առարկայով պահել, շրջակա տարածքից պետք է հեռացնել բոլոր վտանգավոր առարկաները եւ պետք է իմանալ, որ սովորաբար էպիլեպտիկ նոպան տևում է 2-3 րոպե եւ եթե երկարում է ցնցումը, ուրեմն պետք է կանչել շտապօգնություն։ Ընդհանրապես լավ կլինի կանչել շտապօգնություն եւ ուղղակի հետեւել ժամանակին, որպեսզի հետո բժիշկներին հաղորդել, թե ինչքան է տևել էպինոպան եւ պետք է հասկանալ մի փաստ, որ որևէ վախեցնող բան չկա էպիլեպտիկ նոպայի մեջ, նոպաները ինքնադադարվող են հիմնականում եւ չպետք է վախեցնեն մարդկանց, որովհետեւ սովորական երևույթ է, ուղղակի մենք պետք է իրազեկ լինենք եւ վարվենք այնպես, որպեսզի չվնասենք տվյալ մարդուն։ Տեսեք, շատ կարևոր է նաև հասկանալ բոլոր այն վայրերում, հատկապես երեխաների դեպքում, ինչպիսին է մոտեցումը եւ ինչպիսին է այդ կրթական մակարդակը այս իմաստով։ Կպատմեք մեզ, թե հենց կրթական հաստատությունները որքանով են այս մասով ներառական, հայտնի է, որ բավականին մեծ աշխատանքներ են փորձում տարվել տարբեր իմաստներով ներառական դարձնելու համար կրթական հաստատությունները, բայց հատկապես այն մասնագետները, ովքեր պիտի որ իմանան, հա, այս մասով ինչ որ փոփոխություն ունենք, թե ոչ, կատարվել են ինչ որ կրթական աշխատանքներ, բավարար տեղեկություն ունեն, թե ոչ, որտեվ այստեղ կարծես խարանը ցավոք սրտի էլի շատ է դրսևորվում։ Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նման ծրագրերի եւ մեր մոտակա պլաներում ընդգրկված են այս հարցերը։ Մենք ուզում ենք համագործակցել առողջապահության նախարարության հետ այս թեմայով եւ կրթության նախարարության հետ եւ դպրոցներում կա առողջ ապրելակերպ դասընթացը, որի շրջանակներում ուզում ենք ներգրավենք հենց մի դաս կամ ինչ որ դասի մի մաս, որը կպատմի հենց էպիլեպսիայի մասին, որ ուսումնական հաստատություններում կլինի ինֆո, տեղեկատվություն, որը կլինի հնարավոր ճիշտ փոխանցել երեխաներին, ճիշտ բացատրել, որպեսզի այդ պիտակավորումը եւ այդ խարանը չզարգանան։ Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, միշտ պատրաստ ենք համագործակցել պետական մարմինների հետ այս հարցերով եւ հիմա մեր հիմնադրամը նաեւ անցկացնում է Epi-Friendly Space տրեյնինգներ։ Դա շատ կարեւոր նախագիծ է, որը ուղղված է հասարակական վայրերում անվտանգ տարածք ստեղծելու նպատակին, երբ մենք օրինակ սրճարաններում, ռեստորաններում, սպորտ ակումբներում բացատրում ենք ամբողջ անձնակազմին, թե ինչպես պետք է վարվել, եթե ձեր տարածքում ինչ որ մեկի մոտ տեղի ունեցավ էպիլեպտիկ նոպա, որպեսզի այս իրավիճակը չդառնա արտակարգ իրավիճակ ամբողջ անձնակազմի համար, մնացած մարդկանց համար խոչապ չլինի, նախապես պատրաստված։ Այո, նախապես պատրաստված թիմը գիտե ինչպես իրեն պահել եւ ինչպես օգնել ճիշտ։ Եվ մենք այս հասարակական վայրերի հետ համագործակցելու ենք անժամկետ
մինչև որ չդարձնենք ամբողջ մեր երկիր, դա մեր այն որ big dream-ն է։ Այո։ Շատ մեծ նպատակը եւ խնդիրը, որ մենք դրել ենք մեր առջև, դարձնել Հայաստանը epi-friendly ամբողջությամբ։ Որ ցանկացած վայրում, որտեղ այն անձինք, ովքեր ունեն էպիլեպսիա, զգան իրանց անվտանգ եւ հանգիստ, կարողանան մտնել սրճարան, որտեղ գրված է epi-friendly space, կարողանան մտնեն դիտեն կինոֆիլմ, հա, էլի epi-friendly space, կարողանան գնալ սպորտով զբաղվել եւ էլի իմանալ, որ եթե նոպան տեղի ունեցավ, իրենց կօգնեն։ Եվ ամբողջ շրջապատն էլ իմանալով, որ ստաֆը արդեն գիտի ինչպես օգնություն ցուցաբերել, էլի իրենց շատ հանգիստ կզգան իմանալով, որ ոչ մի արտակարգ իրավիճակին իրանք ականատես չեն լինի։ Իդեպ դպրոցներից խոսեցինք, երևի կարելի է նաև նշել են հանգամանքը, որ այդ ֆիզկուլտուրայից ազատվելու նախկին սովորությունը, ասեմ թե մոտեցումը, ասեմ, այլևս չի գործում եւ պիտի սրան եւս ուշադրություն դարձնել։ Եվ շատ կարեւոր է դա շատ ողջունել է, որ չի գործում, որովհետեւ մենք միշտ նշում ենք, էպիլեպսիան դա հիմք չէ, որպեսզի երեխաները ազատվեն ֆիզկուլտուրայից, սպորտով չզբաղվեն։ Ինչը չափազանց կարեւոր է մարդ յուրաքանչյուր Եվ վերջապես հասկանանք, որ բոլոր երեխաները նույնն են։ Իրենց չի կարելի անվանել, ինչպես մեզ մոտ ընդունված է, աննորմալ, հա, օրինակ, եւ թույլ չտալ, որ ֆիզկուլտուրայով զբաղվեն կամ սպորտով զբաղվեն։ Ես ամեն հարթակից, որտեղ եթեր եմ ունենում, միշտ հնչեցնում եմ, ես տեղից էլ կասեմ, որ էպիլեպսիա ունեցող երեխաները ոչինչով չեն տարբերվում մյուս երեխաներից։ Ոչ ինտելեկտով, ոչ ունակություններով, ոչ պահվածքով, ոչ արտաքինով։ Դուք երբեք չեք կարող իմանալ, որ ձեր կողքին էպիլեպսիա ունեցող երեխա է կանգնած։ Ճիշտ է, բացառությունը այն դեպքերն են, երբ էպիլեպսիան երկրորդային է, որպես սիմպտոմ է դիտարկվում, երբ բարդ նյարդաբանական սինդրոմի դրսևորումն է հանդիսանում, բայց հիմնականում 70% դեպքերում էպիլեպսիան հաջողաբար բուժվում է, հսկվում է եւ թույլ է տալիս երեխաներին եւ մեծահասակներին ապրել լիարժեք կյանքով։ Եվ եթե նույնիսկ տեսանելի լինի, առհասարակ պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր հիվանդության պարագայում որևէ տեսակի խարանը ընդհանրապես ընդունելի չէ։ Մենք անդրադառնանք նաև բուժման եւ դեղորայքային, հա, հատկապես բուժման։ Իհարկե, այստեղ բուժում բառը մասնագետներն ասում են, որ գուցե այդքան էլ ճիշտ չի օգտագործել, եթե մենք չենք խոսում վիրահատական բուժման մասին, այլ ուղղակի այսպես պահպանողական միջամտություն է, հսկողական, այո։ Տարիներ առաջ կար լրջագույն խնդիր դեղերի հետ կապված եւ ձեր ու մասնագետների եւ նաեւ պետական կառույցների կողմից մենք բավականին մեծ առաջընթաց ունենք այստեղ։ Կպատմեք մի փոքր ինչն է այս պահին հասանելի։ Երբ հետ եմ նայում եւ հիշում եմ այն ժամանակները, երբ ունենք երկու պրեպարատ երկրում, իսկ բազմատեսակ հիվանդության համար պարզ է, որ երկու պրեպարատը բավական չեն, ու հիմա համեմատում եմ այս մեր իրավիճակի հետ, երբ ունենք 12 գրանցված դեղամիջոցների տեսակ եւ իհարկե մեծ խնդիրներ, որոնք դրված են եղել մեր առաջ, մենք հաղթահարեցինք եւ այդ պրեպարատների զգալի մասը ներառված է նաեւ պետական բյուջեի մեջ եւ պետպատվերի շրջանակներում տրամադրվում են անվճար, իսկ այն պրեպարատները, որոնք գրանցված են եւ առկա են Հայաստանում, բայց չեն տրամադրվում անվճար, մենք օգնում ենք հիմնադրամով մեր շահումներին ստանալ այդ դեղամիջոցները, եթե իրենց համար դա կարեւոր է եւ եթե դա է իրանց բուժման սխեման։ Ինչ վերաբերվում է նույն դիագնոստիկ ախտորոշիչ հետազոտությունների, էլի մենք չենք կարող համեմատել ուղղակի այն ինչ եղել է եւ ինչ ունենք հիմա։ Մենք ունենք լավագույն դիագնոստիկ բազան, որը առկա է էպիլեպտոլոգիայի կենտրոնում, արաբկիրբժշկական համալիրի էպիլեպտոլոգիայի կենտրոնում, եւ որտեղ ոչ միայն այնտեղ, այլ նաեւ բազմաթիվ մանկական բաժանմունքներում, մանկական հիվանդանոցներում, որտեղ կա նյարդաբանական բաժանմունք, որտեղ երեխաները կարող են նաեւ դիագնոստիկ ախտորոշիչ հետազոտություններ անցնեն։ Եվ ինչ վերաբերվում է, դուք ասացիք բուժմանը,
Բուժումը այո, որպես այդպեսին, երբ մենք խոսում ենք այն տեսակների մասին, որոնք հսկվում են հաջողաբար դեղորայքային պրեպարատների կողմից, ես օրինակ համոզում եմ, որ դա բուժում է, որովհետև տարիք կախյալ հարցները շատ կարևոր։ Եվ կան տարիք կախյալ տեսակներ, որոնք տարիքի հետ անցնում են, որովհետև նոր նեյրոններն են առաջանում, այո, եւ իմ երեխայի պարագայում հենց դա էր։ Կարող ենք մենք ասել, որ նա ամբողջությամբ բուժել է։ Իհարկե, որովհետև իր էպիլեպսիան սկսվել է 2 տարեկանում, 6 տարեկանում ամբողջությամբ ավարտվել է, նա առողջ երեխա է եւ հիմա 18 տարեկան ուսանող է, չգիտեմ, պատանի է, չգիտեմ, այդպես եմ կոչում, որ երեխան անցավ իր փորձությունը, իր հիվանդությունը հաղթահարեց եւ հիմա իհարկե մենք 12 տարուց ավել չենք հիշում ընդհանրապես իր հիվանդության մասին բացարձակ։ Հիմա ինչ վերաբերվում է վիրահատական միջամտություններին, ապա ասեմ, որ կան էպիլեպսիայի տեսակները, որոնք դեղորայք կայուն են եւ այս դեպքում վիրահատական միջամտությունները միակ ձևն են ընդհանրապես խնդրից ազատվելու եւ իրենք հիմա շատ ակտուալ եւ արդիական են։ Այդ վիրահատությունները կատարում են մեզ մոտ Հայաստանում, շատ լավ արդյունքներ մենք ունենք եւ կարծում ենք այս ուղղությունը տարեստարի կզարգանա եւ վիրահատությունների քանակն էլ կավելանա եւ այո, դա այն միջոց է, որը արմատապես մարդուն ազատում է էպիլեպսիայից։ Այս վիրահատական միջամտությունը եւս պետպատվերի շրջանակներում է իրականացվում, թե վճարովի հիմունքներով է։ Մինչև 18 տարեկան անվճար է պետպատվերի շրջանակներում է տրամադրվում, այո, եւ դա շատ կարեւոր է։ Իհարկե 18+ պարագայում շատ մեծ խնդիրներին առաջ ենք կանգնում, որովհետեւ վիրահատությունից առաջ պետք է անցնել շատ երկար դիագնոստիկ ճանապարհ, պետք է կատարել հետազոտություններ, որոնց թվում օրինակ MRT, PET-CT, որոնք ցանցաժամանոց EEG-ներ, որոնք իհարկե թանկ են եւ նույն վիրահատությունը էլի պետպատվերի կողմից արդեն ներգրաված չի եւ չի վճարվում պետության կողմից, այնպես որ 18+ մարդիկ ստիպված են ձգել այս իրանց խնդրի լուծումը մինչև այն պահը, երբ գումար կգտնվի եւ իրանք կարողանան անցնել դիագնոստիկ ճանապարհը, այնուհետև վիրահատվել։ Իսկ դիսպանսեր հսկողությունը եւ երեխաների եւ մեծերի պարագայում կա, թե սա եւս մինչև 18 տարեկանն է հասանելի, որ նաեւ մեծ դիտողները, որոնք 18-ից հետո են խնդրի հետ առնչվել, այս մասին եւս տեղեկանան։ Մեր հիմնադրամը ընդհանրապես ստեղծվել է, որպեսզի օգնենք մինչև 18 տարեկան երեխաներին։ Ինչու՞։ Որովհետև մեծ մասը, զգալի մասը էպիլեպսիա ունեցող մարդկանց հենց երեխաներն են եւ Արաբկիր բժշկական համալիրում եղել է դիսպանսեր, որտեղ այդ երեխաները եղել են հաշվառված եւ իհարկե երբ մենք ստեղծվել ենք, մենք համագործակցել ենք հենց Արաբկիր բժշկական կենտրոնի այն ժամանակ հետ եւ օգնել ենք այն երեխաներին, ովքեր հաշվառված են այնտեղի դիսպանսերում, բայց պարզ է, որ ժամանակի ընթացքում երեխաները մեծացել են եւ մեր շահառուները հիմա մեծ մասը այն մասը, որը կազմում են երեխաները, ովքեր դեռ ունեն օգնության կարիք, իրենք արդեն 18+ են եւ մենք իհարկե չենք կարող մեր շահառուներին լքել եւ դադարել օգնություն ցուցաբերել, որովհետեւ քանի տարի օգնել ենք ու հիմա որ դարձավ 18 տարեկան, դա անարդար կլիներ եւ իհարկե մենք օգնում ենք եւ մեր մշտական շահառուներին եւ առաջնային շահառուներին, ովքեր 18+ են եւ Էրեբունի բժշկական համալիրում կա դիսպանսեր, որտեղ իրանք հաշվառվում են 18+ տարիքում, բայց ես այդքան լավ տեղեկացված չեմ, ինչ դեղորայք են ստանում, ես ենթադրում եմ, որ իհարկե ոչ այն պաշարը, որը ստանում են երեխաները մինչև 18 տարեկան, կան առանձին պրեպարատներ, որոնք ստանում են, երբեմն այդ ցուցակը փոփոխվում է, որովհետև անընդհատ այս մարդիկ մեծահասակները եւս դիմում են մեզ եւ մենք մեր հնարավորության սահմաններում
Օգնում ենք բոլոր դիմողներին հետազոտություններով, դեղորայքով, որովհետև չգիտեմ, հասկանում ենք, որ չենք կարող բոլորին օգնել։ Մենք միակ հիմնադրամն ենք էպիլեպսիա ունեցող երեխաներին օգնության եւ չկա ալտերնատիվա, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են, որովհետև նյարդաբանության ոլորտում շատ բարդ է աշխատել, ֆանդրայզինգային ծրագրերը այդքան հաջողակ չեն, մարդիկ չեն հասկանում ինչն է նյարդաբանությունը, ինչն է էպիլեպսիա, իրանք չեն տարբերում, օրինակ մուկը էպիլեպսիայից կամ աուտիզմից, իրանք համար այդ ամբողջ ինչ որ ընդհանուր մի երևույթ է, որը չի բուժվում։ Իսկ եթե չի բուժվում, իրենք այդպես են մտածում, ուրեմն պետք չի օգնել։ Եվ վիճակագրական տվյալներով մեզ 10-ից 15 անգամ ավելի բարդ է գումար հավաքագրել մեր շահառուների համար, քան օրինակ այլ հիվանդություններ ունեցող երեխաների համար։ Այնպես որ չենք կարող օգնել բոլորին, բայց աշխատում ենք ոչ մեկին չմերժել եւ ինչ որ մասով իրենց խնդրանքները կատարել, իրենց դիմումները բավարարել։ Էպիլեպսիայի դեպքում շատ կարևոր է նաև այս հոգեբանական, սոցիալական մոտեցումները եւ նաև աջակցությունը այս իմաստով, ընդ որում այստեղ կարելի է շատ տարբերակել եւ հենց անձամբ մարդուն ով ունի այս խնդիրը եւ հենց ընտանիքի անդամներին։ Կպատմեք սրա հետ կապված առհասարակ ինչ խնդիրներ են լինում եւ ինչ մոտեցումներ կան որպես լուծման ճանապարհ։ Դուք նկատի ունեք հարաբերությունները իրար հետ հոգեբանական բնույթի եւ շփման կոմունիկացիայի տեսանկյունից ծնողների եւ երեխաների միջեւ ու նաեւ հասարակության շահագրգիռ այլ անձանց շատ խնդիրներ կան անչափ եւ բազմաթիվ եւ հենց այսօր ես խոսել եմ մի ծնողի հետ, որը ինձ փորձում էր համոզել, որ երեխային չի բացատրում ինչով է հիվանդ, որովհետև համարում է դա ստրեսային իր երեխայի համար, իսկ ես դա համարում եմ սխալ, որ տեղամասային պոլիկլինիկայում խնդրում է բժշկին չգրել քարտի մեջ էպիլեպսիայի մասին, որը ես համարում եմ սխալ, որ ոչ մեկ իրանց մեծ ընտանիքում բացի ամուսնուց տեղեկացված չեն երեխայի հիվանդության մասին, այդ թվում ինքը երեխան, եւ ես կարող եմ ասել, որ 5000 պլյուսով էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողները համարյա երևի 99% այդպես են վարվում։ Եվ սարսափելի թիվ է եւ տարիների ընթացքում ես չեմ կարողանում ծնողներին համոզել վարվել այլ կերպ, որպեսզի հենց իրենց համար չստեղծել այդ հոգեբանական ծանր ապրումները եւ ստրեսը, որի մեջ իրենք ապրում են ամեն օր։ Քրոնիկ։ Եթե մարդը իր ուշադրությունը դարձնում է այն ոլորտի վրա, որը իրան թույլ կտա զգալ իրան ապահով ճակերտների մեջ ապահով եւ իր երեխային անվտանգ տարածք ստեղծել, չխոսել հիվանդության մասին, ոչ մեկին չպատմել երեխայի մոտ ինչ է, բայց միշտ ապրել լարվածության եւ վախի մեջ, որ դա այդ ինֆորմացիան ի հայտ կգա եւ կբացվի եւ մարդիկ կիմանան եւ ամենասարսափեցնողը ծնողներին հենց դա է, ոչ թե երեխայի հետ ինչ է լինելու, այդ մի կողմից։ Հասարակության կարծիքը եւ այդ վերաբերմունքը։ Ինչու Հայաստանում 21-րդ դարում բուժվող հիվանդությունը հսկվող ոչ վարակիչ, ոչ ամոթալի, պետք է դառնա պատճառ, որ ընտանիքը ամբողջությամբ ապրի լարվածության, վախի, միայնակության եւ մեկուսացման մեջ։ Ինչու պետք է ծնողները բանտարկեն իրենց սեփական երեխաներին տանը, ոչ միտեղ թույլ չտալով, որ նրանք գնան, սահմանափակելով իրենց մանկությունը։ Եթե իրանք ուղակի մտածում են, որ ինչ-որ մեկը կիմանա եւ իր շատ կարեւոր կարծիքը կարտահայտի։ Փաստացի կարծես այդ աջակցությունից են իրենք զրկվում, որովհետեւ ընդհանրապես երևի ոչ միայն հայ իրականության մեջ, բայց հատկապես հայ իրականության մեջ մենք ունենք այդ միավորվելու, խնդրի շուրջ աջակցելու շատ մեծ կարողությունը, որը փաստորեն մարդիկ մեծ հաշվով չեն օգտագործում։ Եւ ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է հաղթահարել մի փորձություն, որը կարող է տևել մի քանի տարի եւ չունենալ աջակցություն, հոգեբանական աջակցություն, չպատմել քո ընկերներին, որ քեզ օգնեն,
որ քո կողքին լինեն։ Ես չեմ պատկերացնում, որովհետև երբ իմ երեխայի մոտ սկսվեց էպիլեպսիա, ամբողջ աշխարհը դրա մասին գիտեր, որովհետև ինձ պետք էր օգնություն։ Ես կոչ եմ արել բոլոր մեր բարեկամներին, ընկերներին, խնդրել եմ, որ եթե ինչ-որ մեկը մի բան իմանա կամ կարողանա այս մի դեղորայք ուղարկել, չկար այդ ժամանակ երկրում, եւ բոլորը ինձ օգնում էին։ Մի մարդու պես ես ունեցել եմ իմ շուրջ հավաքված այն մարդկանց, չգիտեմ, միասնությունը, որի նպատակը Դանիելի բուժելն էր։ Եվ ես միշտ եղել եմ շրջապատված սենց, չգիտեմ, մեծ ուժով, որը ինձ տալիս էր կրկնակի ուժ, տասնապատիկ ուժ, որ ես կարողանամ այդ փորձությունը անցնել իմ երեխայի հետ միասին։ Նաև շատ կարևոր է ֆիքսել այն, որ ընդհանրապես բժշկական գիտությունը ամեն օր, ամեն վայրկյան զարգացող գիտություն է եւ այս կապը խնդիր ունեցող մարդու ընտանիքի անդամի եւ նաեւ բժիշկ մասնագետների հետ շատ կարեւոր է, որպեսզի իրենք կարողանան համապատասխան հետազոտություններ անել, ուսումնասիրել, ծանոթանալ ավելի մոտ, հա, խնդրին, ընթացքին նույն, չգիտեմ, նոպայի եւ այլ դրսեւորումների հետ, որպեսզի կարողանան նաեւ դրա լուծման վրա աշխատել։ Ու եթե այդ կապը կորում է ի վերջո, ստացվում է, որ բուժաշխատողն էլ է իր այդ հնարավորությունից զուրկ մնում, որպեսզի կարողանա բավարար օգնություն ցուցաբերել, փաստացի, հա, ինքն էլ տեղեկացված լինի, եւ իզուր չէ այստեղ, որ նաեւ այդ նոպաների ժամանակ օրինակ նկարում են, որպեսզի կարողանան նաեւ բժիշկին էլ ցույց տալ, ընդ որում ֆիքսենք, որ այս նկարահանման պահը հենց այդ նոպայի ընթացքում կատարվում է բացառապես բժշկական նպատակներով, որպեսզի հետո մասնագետը կարողանա ընթացքին հետևել եւ որոշակի եզրահանգումներ անել մասնագիտական իմաստով, հա։ Հոգեբանական մասին անդրադառնալով, կասեք նաև կան արդյոք մասնագետներ հենց հոգեբաններ, որոնք լինի դա կլինիկական հոգեբան կամ այլ, որոնք այս ոլորտում ինչ որ իմաստով մասնագիտացվել են եւ աշխատում են, թե դեռևս սա ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է եւ դա մեր պրոյեկտներից մեկն է, նախագծերից մենք ուզում ենք աջակցության հոգեբանական աջակցության ծառայություն ստեղծել։ Ու դրա համար ուղղակի շատ մեծ ռեսուրսներ են պետք եւ ունենալ մեր հիմնադրամի թիմի մեջ հոգեբաններ, որոնք մասնագիտացված կլինեն էպիլեպսիա ունեցող մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու։ Եվ փնտրում ենք նման հոգեբաններին, ունենք արդեն տեխնացուներ, ուղղակի աշխատում ենք այդ ծառայությունը զարգացնելու վրա։ Իսկ ինչ վերաբերվում է այն կապի մասին, որ ասեցիք բժշկի եւ հիվանդի միջև պետք է լինի, ես իհարկե նախ կոչ եմ անում մարդկանց դիմել բժիշկներին։ Եվ չմտածել, որ սա ինչ է, սա մի օր կանցնի, լավ ոչինչ, դա բոլորի մոտ է լինում։ Եթե դուք տեսնում եք, որ կան ինչ-որ վտանգավոր երևույթներ երեխայի հետ կապված, կամ մի բան այն չէ իր զարգացման հետ, դիմեք բժշկի։ Իմացեք նախ ձեր երեխայի հիվանդության անվանումը, ախտորոշումը։ Երբ որ իմացաք ախտորոշումը, իմացեք ձևը այդ ախտորոշման։ Էպիլեպսիան ունի մի քանի տասնյակ ձևեր, եւ երբ ես հարց եմ տալիս ծնողին, օրինակ գալիս են ինձ մոտ, դիմում են եւ հարցում են. իսկ իմ երեխայի էպիլեպսիայի տեսակը կանցնի, ասում են ո՞րն է այդ տեսակը, չգիտենք, ուղղակի էպիլեպսիա։ Ոչ, յուրաքանչյուր ծնողը յուրաքանչյուր էպիլեպսիա ունեցող երեխայի պետք է խորանա հավաքի հիվանդության մասին տեղեկատվության մեջ, հավաքի այդ ինֆորմացիան, տիրապետի գոնե մինիմալ գիտելիքներով եւ իմանա, թե ինչ է այսօրվա բժշկությունը իրեն առաջարկում այս պարագայում։ Եվ իհարկե կապի մեջ պետք է լինի բժշկի հետ։ Բժիշկը նշանակում է դեղորայք, ծնողը ինքը որոշում է, որ արդեն պետք չի խմել այդ դեղորայքը, միջև որ նոպան նորից տեղի ունենում, հետո երեխային բերում է վերակենդանացման բաժանմունք, հետո ասում է մեկը այս դեղորայքը չի օգնում կամ ես կարդացել եմ, որ լիքը side effect-ներ ունի, հա, ինչ որ եւ ես չեմ ուզում երեխային թունավորել, որը էլի կարծրատիպ է այսօրվա ժամանակակից հակացումային, այո, պրեպարատները իրանք անվտանգ են։ Եվ նույնիսկ երկարատև ընդունումը չի կարող երեխային վնաս պատճառել։ Եվ կապը բժիշկ պացիենտ, այս կապը խախտված է հիմնականում։ Ես տեսնում եմ, որ շատ ժամանակ չեն գալիս բժշկի մոտ հերթական ստուգմանը, բայց զանգում են մեզ եւ խնդրում են դեղորայք շարունակել տրամադրել։ Կամ իմ երեխան պետք է տարի մեկ ստանա
օրինակ անցնի ԵԳ հետազոտությունը կարող եք դուք վճարել, ասում եմ, այո, բայց նախ դուք պետք է տարի 1 գոնե բերեք ձեր երեխային կոնսուլտացիայի խորհրդատվության, ձեր նյարդաբանի հետ խոսեք եւ ձեր նյարդաբանը պետք է ինձ ասի, արդյոք ձեզ պետք է այդ ԵԳ հետազոտությունը, թե դուք ինքներդ եք այդպես որոշել։ Եվ ես տեսնում եմ այդ մեծ խնդիրը ծնողների մոտ, տեղեկատվության բացակայությունը, այդ կապի ոչ շարունակական լինելը բժշկի հետ եւ նաեւ երևի միայն էպիլեպսիայի ժամանակ, որ ծնողները պատրաստ չեն իրար հետ շփվել։ Միմյանց հետ նույնիսկ։ Այո, միմյանց հետ իրենք չեն ուզում շփվել, եթե պետք է լինում գրել անուն ազգանուն։ Իրենց բազմաթիվ խնդրանքներով մենք ստեղծել ենք Facebook-ում խումբ, որտեղ կարող են իրար հետ քննարկել տարբեր հարցեր եւ իրազեկ լինել, փորձով կիսվել, էմոցիոնալ ինչ-որ հարցեր քննարկել։ Հենց եւ այս խմբում եղել է ֆունկցիան անանուն հրապարակել ինչ-որ մի բան եւ բոլոր հրապարակումները եղել են անանուն։ Եվ մենք անանունների խմբում ենք շփվում։ Բոլորը ինձ ճանաչում են, բայց ես չէի հասկանում, ես ում հետ եմ շփվում ընդհանրապես։ Եվ երբ մենք որոշեցինք անջատել այս ֆունկցիան, անանունի խումբը մեր խմբի աշխատանքը ընդհանրապես վերացավ։ Շատ ցավալի է։ Ինչքան փորձել ենք ծնողներին հավաքել, տրամադրելով նյարդաբանների խորհրդատվություն, հոգեբանների խորհրդատվություն, մի տեղում, մի վայրում, որտեղ կարող են քննարկել բազմաթիվ հարցեր վերաբերվող երեխաների առողջական խնդիրների, 300 հոգի կարող էր գրանցվել, բայց գալիս են 20։ Եթե ծնողները պատրաստ չեն իրար հետ կապ ունենալ եւ ստեղծել ոչ իրար հետ, ոչ բժիշկների հետ, բայց փոխարենը անընդհատ դիմում են հիմնադրամ ինչ որ օգնություն ստանալու, բայց այդ օգնությունը պետք է լինի շարունակական եւ ամբողջական, ոչ թե էպիզոդիկ։ Էպիզոդիկը ԵԳ հետազոտությունը ինձ օգնեք, որ իմ ավելի համակարգային արդեն դառնա։ Եվ մենք մեր գործունեությունը ուզում ենք հենց գլոբալ առումով փոխել եւ դարձնել ամբողջական, շարունակական, որպեսզի ավելի արդյունավետ էֆեկտ ունենանք։ Շատ հետաքրքիր է, որ օրինակ նշեցիք հետազոտության մասին, որը նույնիսկ, չգիտեմ, ասենք առաջնային օղակում հաշվառվելու դեպքում շատ բաներ նույնիսկ իրենք կարող են ուղղակի պետպատվերի շրջանակներում ստանալ, հա, բայց փաստորեն միայն այդ գրանցվելու հանգամանքը, որ հայտնի է դառնում գոնե, հա, ասենք պոլիկլինիկայի տվյալ աշխատակցին իրենց համար դա արդեն իսկ խնդիր է, հա, ուր մնաց։ Եթե խոսենք EEG-ների մասին, էլեկտրոենցեֆալոգրամը, որը հետազոտություն է, չէ, այլ հետազոտություններ, որ կարող են ստանալ պետպատվերի շրջանակներում։ Պետպատվերի շրջանակներում դիագնոստիկ ախտորոշիչ հետազոտություններից կարող են ստանալ MRT, տարի 1 անգամ, կամ եթե ինչ-որ շտապ պետք է ստանալ, բայց շատ ժամանակ կվոտաները վերջանում են եւ դիմում են էլի մեզ, որպեսզի մենք վճարովի տարբերակով կարողանանք օգնել կամ շատ շտապ դեպքերում կամ ընդհանրապես այն դեպքերում, երբ որ պետությունը չի փակում ինչ-ինչ պատճառներով։ EEG-ների տեսակները նաև էլի շատ են, բազմաթիվ են եւ միայն մեկն է փակվում պետպատվերի շրջանակներում։ Երկուսը կներեք 15 րոպեանոց եւ 24 ժամանոց շուրջօրյա։ Իսկ մնացած EEG-ների տեսակները մեր հիմնադրամով մենք աջակցում ենք եւ վճարում ենք նրանց համար։ Իհարկե մեր ծրագրերը, որոնք անցկացնում ենք օրինակ բանկերի հետ, հա, մեր գործընկերների հետ եւ իրենք մեզ թույլ են տալիս արագ վճարել ամենապահանջվող հետազոտության համար էլեկտրոենցեֆալոգրամայի, դա հնարավոր է եւ մեր շահառուները օգտվում են։ Նույն պետկատեն, որը վճարովի է եւ շատ թանկարժե, բայց շատ անհրաժեշտ է օրինակ վիրահատության համար։ Այդ ամբողջ դիագնոստիկ ախտորոշիչ երկար ճանապարհը այնպես չէ, որ անվճար է։ Դա վճարովի տարբերակ է։ Եվ մասնակի պետությունը այդ բերը վերցնում իր վրա, մասնակի մենք ենք ֆինանսավորում, երբեմն ծնողները, եթե չեն ուզում, որ որևէ մեկը իմանա, որ երեխան ունի էպիլեպսիա, բայց իրականում շատ երկար ճանապարհ է, որը իհարկե շատ կարևոր է անցնել այն մարդկանց օգնությամբ, որոնք կիսում են քո առօրյան, քո խնդիրները, ուզում են քեզ օգնեն եւ մի հատ է շեշտեմ, 1000 անգամ շեշտեմ, չթաքցնել այս ինֆորմացիան,
դարձնել երեխայի կյանքը ավելի հեշտ, անսահմանափակ եւ ծնողներին էլ եմ ասում, ինչքան լավ է, որ որևէ գաղտնիք, հա, դուք չունեք եւ ձեր հոգին ոչինչ չի պղտորում այդ լարվածությունը, որ ինչ որ մեկը ասեք եւ զգացեք ձեզ լիովին ազատ։ Մենք շատ խոսեցինք այսօր ծնողների մասին, ինչը չափազանց կարևոր է եւ իսկապես իրենց դերը շատ մեծ է այս հարցի շուրջ։ Բայց վստահ եմ, որ կան նաեւ շատ էպիլեպսիա ունեցող մարդիկ, ովքեր տեղյակ են իրենց հիվանդության մասին եւ տարբեր տարիքի, հա, որն է հիմնական հաղորդագրությունը, որը նաեւ հենց իրենց պացիենտներին պիտի ուղենք, ինչ պիտի նաեւ հենց իրենք իմանան, որ շատ կարևոր է։ Էլի նորից կասեմ, որ էպիլեպսիան այն հիվանդություն է, որը պետք է չսահմանափակի անձի կյանքը։ Եթե դեղորայք կայուն տեսակ չէ եւ եթե հսկվում է դեղորայքի կողմից, ես այն համարում եմ ուղղակի խնդիր, առողջական խնդիր, որը կարելի է հսկել եւ ապրել բնականon կյանքով եւ չզգալ քեզ ինչ որ ստանդարտներից դուրս ուրիշ ձև, ուրիշ տեսակ, չասել վայս ինձ սա չի կարելի ապրել առօրյան լիարժեք 100%-ով, որովհետև կարծում չկան լիարժեք առողջ մարդիկ, ինչ որ մեկի մոտ մի բան կա, կան ուղղակի չհետազոտված։ Այո։ Եւ ինչու պետք է էպիլեպսիան հենց լինի դատապարտի մարդուն, օրինակ միայնակության կամ մեկուսացմանը։ Կան մարդիկ, ովքեր գալիս են ինձ մոտ 30 տարեկան աղջիկներ կամ տղաներ, տանն են նստում տարիներով, ոչ աշխատում են, բայց ունեն բարձրագույն կրթություն, բայց չեն աշխատում, որովհետեւ վախենում են գնալ մի վայր, որտեղ կարող է հիպոթետիկ իրենց մոտ կարող է էպինոպան լինի եւ մարդիկ կիմանան։ Այդ մարդիկ կիմանան, ես շատ եմ ուզում ջնջել եւ գրել։ Էպիլեպսիա ունեցող երեխան պարզապես երեխա է, ախտորոշում չէ։ Էպիլեպսիա ունեցող մարդ սովորական մարդ է, ախտորոշում չէ։ Էպիլեպսիան չի խանգարում մարդուն աշխատել, ստեղծել ընտանիք, ունենալ առողջ բալիկներ։ Սա եւս շատ կարեւոր է եւ թիրախավորված առողջ բալիկներ։ Սա էլ է կարծրատիպ, որ եթե դու ունես էպիլեպսիա, մանավանդ օջախային էպիլեպսիաների ժամանակ ընդհանրապես որևէ կապ չունի, կանայք շատ նորմալ անցկացնում են հղիությունը, ունենում են առողջ բալիկներ։ Եվ ֆիքսենք նաև, որ ժառանգական չէ, սա եւս շատ այո, կան գենետիկ տեսակներ, բայց դրանք եւս անցնում են։ Էլի դատավճիռ չէ։ Եվ անձինք եւ երեխաներ, օրինակ, եթե երեխաների ծնողները, էլի ծնողների մենք վերադարձանք, շատ անընդհատ ստրեսի մեջ են, վախի մեջ են, լարվածության մեջ են, այս երեխան մեծանալով հասկանում են, որ իր հետ մի բան այն չէ, եւ ինքը իր կյանքը շարունակում է ապրել այս հասկացողությամբ, որ ուրեմն ես պետք է չգնամ այնտեղ, որտեղ իմ մայրիկը 10 տարի առաջ ինչ թույլ չէր տալիս, որ ես գնամ, ուրեմն այնտեղ վտանգավոր է ինձ համար։ Եվ քիչ մեկուսանում է ամբողջ հասարակությունից, ամբողջ աշխարհից եւ ապրում է իր կյանքը սահմանափակ, ինչը արհեստական է, արհեստական, երբ որ կարող է ապրել լիարժեք։ Եվ որտեղ է այն լուծումը, երբ դա կլինի այլ ձև, ես չգիտեմ, բայց ես շատ մեծ երազանք ունեմ, որ ես դա կտեսնեմ։ Ես հույս ունեմ, որ 5-10 տարուց հա գոնե մենք հանդիպենք եւ այսպես հետ հայացք անենք հասկանալու թե ինչ է փոխվել, չնահանջենք, միգուցե կտեսնենք։ Ես կուզենամ նաեւ մենք անդրադառնանք այս մանուշակագույնին, ինչու՞մն է խորհուրդը այս գույնի։ Մանուշակագույնը ասոցիացվում է էպիլեպսիայի հետ եւ ամբողջ աշխարհը մարտի 26-ին նշում է մանուշակագույն օրը էպիլեպսիա ունեցող մարդկանց աջակցության եւ հիվանդության մասին տեղեկատվության տարածման եւ իրազեկման օրը։ Եվ այդ օրվան ընթരാճ մենք ունենք շատ նախագծեր, որտեղ օգտագործում ենք մանուշակագույնը եւ այն դարձավ իհարկե մեր հիմնադրամի գույնը եւ բոլորը կարծես թե գիտեն, եթե էպիլեպսիա, ապա մանուշակագույն, եթե կյանքի ճանապարհ, ապա մանուշակագույն, եթե Ելենա Բաղդասարյանն է, ապա մանուշակագույն։ Այնպես որ ուզած չուզած այդ գույնը դարձավ մեզ համար, չգիտեմ, շատ կարեւոր եւ սիմվոլիկ։ Եվ
ամբողջ աշխարհում զարգացած երկրներում ավելի ճիշտ այդ օրը հայտնի կառույցներ ներկվում են մանուշակագույնով եւ ցույց են տալիս իրենց աջակցությունը, օգնությունը էպիլեպսիա ունեցող մարդկանց, ովքեր ստիպված են միայնակ պայքարել իրենց հիվանդության դեմ եւ դրանով իսկ ասում են, որ դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք։ Ցավոք դեռ Հայաստանում մենք չենք կարողացել հասնել այս նպատակին, օրինակ իմ երազանքն է, որ հերոստաշտարակը վարվի մանուշակագույնով կամ օպերայի մեր շենքը, թեկուզ քաղաքապետարանի շենքը եւ ես մեծ հույսեր եմ փայփայում, որ մի օր դա իրականություն կդառնա։ Իսկ կա նաև համագործակցություն օրինակ միջազգային կազմակերպությունների կամ կառույցների կամ կան նաև այդպիսի կառույցներ, որոնք այս ոլորտում միջազգային որևէ քայլեր են անում։ Մենք դիմել ենք տարբեր միջազգային կառույցներին եւ ուզում ենք դառնալ իրենց գործընկեր։ Մենք ունենք նաև շփում ուրիշ երկրների հիմնադրամների հետ, որոնք զբաղվում են էպիլեպսիայով եւ իհարկե փորձով փոխանակում կա, բայց ունենք նաև շատ մեծ պլաներ ուրիշ շատ կարևոր եւ շատ հայտնի կառույցների հետ համագործակցելու, ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ եւ կարծում եմ մի տարի անց կունենանք տեսանելի արդյունքներ։ Հաջողություն ձեզ այդ շատ կարևոր քայլերից առաջ եւ ընթացքում եւս շնորհակալություն մանրամասը ներկայացնելու համար եւ վերջում մեր հարցը որն է հենց Ելենա Բաղդասարյանի առողջ լինելու բանաձևը։ Առողջ մարմին, առողջ ապրելակերպ եւ առողջ մտածելակերպ։ Առողջության հիմքում ինձ թվում է այն զգացողությունն է, երբ դու գիտակցում ես եւ զգում ես, որ դու քո տեղում ես, որ դու ապրում ես քո կյանքի ճանապարհով, որ դու չես հետևում թե ով ինչ ասաց քո մասին, թե ով ինչ կմտածի, որ դու անում ես քո գործը սիրով, ոչ թե պարտականությամբ, եւ դու հստակ գիտես, թե ինչն է դարձնում քեզ երջանիկ։ Եվ շատ կարևոր է առողջ լինելու համար, ես հիմա խոսում եմ երևի գլոբալ առումով առողջության մասին, զգալ քեզ օգտակար, հասկանալ, որ դու կարող ես ինչու՞ չէ շատ ժամանակ փոխել մարդկանց ճակատագրերը։ Ես կարծում եմ, որ այդ իմ էներգիայի աղբյուրը եւ իմ առողջության երևի հիմքում հենց այդ օգտակար լինելու բաղն է դրված։ Եթե ես գիտեմ, որ իմ կարիքը կա, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի լինեմ առողջ։ Փորձում եմ, ձգտում եմ եւ կարծում եմ դա է ինձ պահում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, շնորհակալ եմ։ Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթներ։ Ցտեսություն։